Ողջույն, երկիր մոլորակը մարդկության համար դարձել է շատ հարազատ, չնայած դրան մենք չենք կարողանում առողջ պահել նրան, այդ պատճառով երկիր մոլորակը ցանկացած պահի կարող է վնասվել, այսպիսով այսօրվա տեսանյութում դուք կիմանաք թե ինչ կլինի, եթե երկիր մոլորակը կանգ առնի։ Կանգ առնելու ժամանակ երկիր մոլորակում տեղի են ունենալու մի քանի տարբեր աղետներ։ Երկիր մոլորակի պտույտի արագությունը կազմում է 1670 կմ/ժ, այնպես որ կանգ առնելու դեպքում բոլոր քաղաքներն ու շինությունները կհավասարվեն հողին, իսկ օվկիանոսներն ու ծովերը ջրի տակ կթողեն ամեն ինչ։ Ավելի լավ հասկանալու համար պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե 1600 կմ/ժ արագությամբ սլացող մեքենան վայրկենական կանգ առնի։ Ինչ կլինի վարորդի հետ, կարծում եմ արդեն պարզ է։ Այսպիսով, եթե դուք հասարակածին մոտ գտնվեք, ձեր մարմինը կսկսի սլանալ 1670 կմ/ժ արագությամբ, իսկ եթե ապրեք հյուսիսային բևեռին մոտ, ապա կսլանաք 1320 կմ/ժ արագությամբ։ Ասեմ, որ հյուսիսային բևեռում ապրող մարդիկ մեծ հավանականությամբ ողջ կմնան, չնայած դրան, նրանց երջանիկ կյանքը երկար չի տևի, քանի որ օրեր անց կսկսվեն սարսափելի փոթորիկներ, որոնց ժամանակ շատ քչերը կշարունակեն ապրել։ Ասեմ, որ օվկիանոսներին մոտ ապրող մարդկանց սպասվում են ջրհեղեղներ, իսկ քամու ուժգնության պատճառով շատ ու շատ անտառներ կսկսեն այրվել։ Եթե նույնիսկ այս դեպքից հետո մնան ողջ մարդիկ, ապա նրանց սպասվում է լավաների ժայթքումը, որը ունենալու է այնպիսի մասշտաբներ, ինչպիսին մարդկությունը դեռ երբեք չի տեսել։ Ասեմ, որ երկիր մոլորակի միջուկը նույնպես մեծ աղետների պատճառ կդառնա, եւ միջուկում գտնվող հեղուկ մագման դանդաղ տեմպերով կոչնչացնի ամբողջ երկրային կեղևը, ինչն էլ կառաջացնի երկրաշարժեր։ Այս աղետից հետո դժվար թե մնան ողջ մարդիկ։ Այսքանը հասկանալուց հետո պարզ է դառնում, որ մարդկության ողջ մնալու հավանականությունը ոչ թե 0% է, այլ ավելի քիչ։ Ասեմ, որ հնարավոր է ել ավելի դաժան լինեն հետևանքները։ Երկիր մոլորակը կանգ առնելու ժամանակ կինետիկ ուժի շնորհիվ ուղղակի մասերի կբաժանվի։ Տիեզերագնացները կտեսնեն իրենց կյանքի ամենասարսափելի եւ զարմանալի տեսարանը՝ երկիր մոլորակի պայթյունը, որից հետո ստիպված կմնան լուսնի վրա։ Իսկ հիմա եկեք պատկերացնենք, որ երկիր մոլորակը ոչ թե անմիջապես է կանգ առել, այլ աստիճանաբար։ Կարճ ասած, այն ամբողջովին կանգ է առնելու մի քանի ամիս անց։ Ինչ կլինի այս դեպքում։ Երևի շատերդ մտածում եք, որ ավելի մեղմ կլինի։ Ասեմ, որ այդպես չէ։ Մեկ օրը կսկսի տևել 365 օր, այսինքն ԱՄՆ-ում կես տարի արև կլինի, իսկ Հայաստանում ամբողջական մթություն, կամ հակառակը, շատ կենդանիներ եւ բույսեր չեն կարողանա այդքան արագ հարմարվել կլիմային, ինչի պատճառով կոչնչանան։ Գիտնականները պնդում են, որ մայրցամաքներից կմնա մի քանի կտոր, կհայտնվեն երկու հսկայական օվկիանոսներ՝ հարավային եւ հյուսիսային, Ռուսաստանը, Կանադան եւ Արգենտինան ամբողջովին ջրի տակ կհայտնվեն, մնալու է միայն Աֆրիկան։ Երևի արդեն սկսում եք մտածել Աֆրիկա գնալու մասին։ Ասեմ, որ պետք չէ, քանի որ այդ մայրցամաքում ապրող մարդիկ բոլորից շատ են տանջվելու, բոլորը կսկսեն մահանալ քաղցկեղի պատճառով, քանի որ ճառագայթումը անսահման է լինելու։